Սիրելիներս, եկեղեցու սպասավորները ունեն առանցքային նշանակություն։ Առանցքային կարևորագույն նշանակություն նրանք եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսի եւ եկեղեցին ժողովրդի համար է։ Եկեղեցին ժողովրդի համար է։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ մարդը հաղորդվում է Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այսօր մեր եկեղեցում Հիսուս Քրիստոսը ցավոք անկյուն է մղված։ Հիսուս Քրիստոսը մեր փրկիչը մեկուսացված է, բայց լավ լուրն այն է, որ դուրս են գալիս Հիսուս Քրիստոս այդ թվում մեր եկեղեցում դուրս է գալիս մեկուսացումից եւ հաղթահարում է մեկուսացումը։ Եվ դուք տեսաք, որ նախորդ օրը 10 եպիսկոպոսների հետ մենք որոշում կայացրեցինք եւ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանյան Արաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին։ Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին եւ մեր բոլոր հոգեվոր հայրերին, ովքեր կանգնել են եկեղեցու բարենորոգման ճանապարհին, եւ մենք պետք է պաշտպանենք նրանց, մենք պետք է թիկուն կանգնենք նրանց, այնպես ինչպես իրենք այս դժվար պահին թիկուկ են կանգնել իրենց ժողովրդին եւ իրենց պետությանը։ Կամ այսպիսի հանգամանք, որ հիմա փորձ է արվում մատնանշել, տարբեր խնդիրներ առաջ քաշել, ես ուզում եմ հստակ լինի, որևէ մեկը Հայաստանյան Արաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգի որևէ հետևորդ չի ասում, ինքը իրեն չի սրբացնում, ընդհակառակը այդ տեքստի մեջ հստակ արձանագրել է, որ մեզնից յուրաքանչյուրը ընդունում է իր մեղավորությունը եւ իր պատասխանատվությունը։ Մենք էլ պիտի, գիտեք ինչ, մենք էլ պիտի ընդունենք մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը, որովհետեւ հիմա ըստ էության ստացվում է, որ մենք մի շատ կոպիտ սխալ ենք գործել երկար ժամանակ։ Մենք մեր եկեղեցուն մենակ ենք թողել հերձվածի հետ։ Մենք Հիսուս Քրիստոսին իր եկեղեցուն մենակ ենք թողել այդ հերձվածի հետ։ Եվ այսօրվա քայլարշավը նրա մասին է, որ մենք վերադարձել ենք, մենք եկել ենք եւ մենք այլևս մեր եկեղեցին եւ մեր եկեղեցու հոգեվոր սպասավորներին եւ մեր եկեղեցուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ չենք թողի։ Եվ մենք եկել ենք այսա պատճառը։ Գիտեք, շատերը դրա մեջ քաղաքական ակցիա են տեսնում։ Այս է պատճառը, որ այդ թվում ես եւ մեր կառավարության ներկայացուցիչներ պատարակների ժամանակ ծնկի են գալիս խորանի առաջ մեղքերի համար, թողություն խնդրելու համար։ Այնտեղ կարգի ժամանակ բազմաթիվ մեղքեր են թվարկվում եւ մենք այդ մեղքերի համար թողություն ենք խնդրում։ Բայց կա մի ուրիշ խորհուրդ է։ Ես համոզված եմ մեզնից շատերը, ես մեր Տիրոջից Հիսուս Քրիստոսից, մեր եկեղեցուց, Հայաստանյան Արաքելական Սուրբ եկեղեցուց եւ մեր եկեղեցու բազմաթիվ իրոք հոգեվոր սպասավորներից եմ ներողություն խնդրում եւ թողություն խնդրում մեր եկեղեցին, նրա սպասավորներին եւ մեր եկեղեցուն, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու համար։ Եվ մենք այսօր էլ եմ ասում, խորհրդանիշ է, որ մենք էլ մենակ չենք, իրենք էլ մենակ չենք եւ մենակ չէ եկեղեցին, մենակ չէ պետությունը, որովհետև եկեղեցին եւ պետությունը այլևս իրար հետ են։ Եվ եկեղեցի ժողովրդի համար է։ Եվ ես մեր ժողովրդին կոչ եմ անում։ Այո, գնալ պատարակների եւ իրենց հոգեվոր սպասավորներին հորդորել, խնդրել
միանալ Հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին, հորդորել պատարակների ժամանակ, զեղչել այն անունը, որը չպետք է հնչի խորանից, մինչև այն պահը, երբ որ մենք կունենանք Հիսուս Քրիստոսի անունով, ժողովրդով, ազգային եկեղեցական ժողովով, իրապես ընտրված եւ իր կոչման, եւ իր ապրածի, իր աշխարհայացի, իր հոգու պարունակության իմաստով լեգիտիմ կաթողիկոս։ Ես կոչ եմ անում բոլոր տեղերում, բոլոր պատարակներին մասնակցող մեր ժողովրդի նախ մասնակցել պատարակներին եւ պահանջել, հորդորել, խնդրել, որպեսզի հոգեվորականները, պատարակող հոգեվորականները, այդ եկեղեցիներում ծառայող հոգեվորականները միանան բարենորոգման օրակարգին, հանուն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի։ Շնորհակալ եմ շատ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար